Հա։ Այսինքն հա։ Սոնա ինչի համար է Արմոն քեզ զանգում։ Երբանից է Արմոն քեզ զանգում ու առհասարակ ինչի ես դրա մասին չգիտեմ։ Վրամ սխալ ես հասկանում։ Ես սխալ չեմ հասկանում ոչ մի բան, Սոնա։ Ես Արմոյի հետ խոսել եմ, հարցրել եմ ու ըստ իրա դուք ընդամենը 2 վայրկյան եք խոսել, են էլ այն թեմայով, որ իմ հեռախոսը իրա մոտ էր մնացել, այդքան բան։ Իսկ կարամ իմանամ քո հեռախոսը ինչի էր իրա մոտ մնացել։ Սոնա, ինչ է կատարվում քո հետ։ Դու ինչ կապ ունես Արմոյի հետ, կբացատրես։ Փառք Աստծո, ոչ մի կապ չունեմ ես Արմոյի հետ։ Հեռախոսազանգին էլ այդպես եմ պատասխանել, որովհետև գիտեի Արմոնա, որովհետև գիտեի քեզ ուշա հանդիպելու ու ուշա հեռախոսը հետ տալու։ Իսկ Արմոյի հետ ես ուրիշ ոչ մի ձև չեմ կարող խոսամ։ Կամ խափում ես, կամ էլ ինչ-որ բան կիսատ ես ասում։ Վրամ ես ոչ մի բան կիսատ չեմ ասում։ Դու շատ լավ գիտես, որ ես այդ տղայից ուղղակի զզվում եմ։ Ես նույնիսկ իրան սովորական բարև տալուց եմ ներվայնանում։ Վրամ փոքր բանից մեծ բան ես սարքում։ Ինքը այն մարդն է, որ ես ընդհանրապես չեմ ուզի իմ շրջապատում լինի։ Ես զզվում եմ ուղղակի իրանից։ Ու դու այդ շատ լավ գիտես։ Վատա խոսել քո հետ։ Նեղացրել է քեզ, Սոնա։ Չէ, Հաստատ։ հաստատ Վրամ։ Կլինի էլ Արմոյի մասին չխոսենք։ Դրա համար ես ինձ այստեղ բերել։ Կլինի մի քիչ քայլենք, եթե քո համար դժվար չի։ Մի քիչ նստենք, կքայլենք, Սոնա։ Կավարտենք, կքայլենք։ Հայկ, դու հումորից երբեք լավ չես աղալ։ Ում պիտի խանդամ։ Օրինակ Լիլիթին։ Լիլիթն ինչ կապ ունի։ Ես չեմ հասկանում, առավոտ շուտ եկել ես, որ էդ ասես։ Բայց ինչ ես բորբոքվում։ Դե որովհետև ինչ-որ բաներ ես հորինում։ Ես գիտեմ, որ դու այդ նկարը տեսել ես։ Story-ա ինչա Instagram-ում, չգիտեմ։ Ու դրանից հետո որոշել ես, որ պիտի գնաս Լիլիթի մոտ պրոցեդուրայի, չէ՞։ Ահա։ Ոնց որ երևակայությունը արդեն թևեր առավ թռնում է։ Նարե, ընդամենը մրոցի ենք խաղացել։ Այդքան բան, մի ձև համոզեցին աղջիկները, մի խոսքով տենց։ Սոնայի տրամադրությունը վատ էր, Լիլիթին կանչել էինք, որ բարձրացնեինք, չեմ էլ հասկացել այդ նկարը ոնց է եղել։ Լիլիթն այդ կարծիքին չի։ Գիտեմ, դրա համար էլ եկել եմ ստեղ, որ քեզ ասեմ։ Ինչի։ Քո համար այդքան կարևոր է, որ ես ճիշտն իմանամ։ Ասենք թե ես ինչ-որ բան սխալ եմ հասկացել կամ չի համապատասխանում իմ իմացած իրականությանը։ Հայկ, կամ ես եմ ինչ-որ բան սխալ հասկանում։ Կամ դու ես խառնում։ Քո համար պիտի մեկ լինի, չէ՞։ Թե ես ինչ եմ մտածում։ Թե չէ։ Սոնա, առաջին անգամ, որ եկա ձեր տուն ու աղբորդ տեսա, մտովի խաչ քաշեցի մեր հարաբերությունների վրա ու ամեն ինչի վրա։ Այդ ժամանակ վստահ էի, որ տենց էլ լինելու է։ Բայց պարզվում է կան բաներ, որ մեր որոշելով չի լինում։ Սոնա, ես իմ կյանքում հասել եմ այն ամեն ինչին, ինչին որ ուզել եմ։ Արել եմ այն ամեն ինչը, ինչը որ ճիշտ եմ համարել։ Որովհետև կամքի ուժ ունեմ։ Բայց քո հարցում տենց չի, Սոն։ Ես քո հարցում ինչ-որ բան եմ որոշում, 2 րոպե հետո որոշումս փոխվում է, որովհետև չեմ ուզում քեզ կորցնեմ։ Սոն, ու չասես, որ նույն բանը դու չես զգում։ Մենք հիմա ինչքան էլ որոշենք, որ մեզ խանգարող հանգամանքներ կան, բայց
Ես քեզ սիրում եմ ու գիտեմ, որ դու էլ ինձ ես սիրում։ Ու մենք պետքա ոչ մի բան ու ոչ մեկին հաշվի չառնենք։ Տենց չի լինի վրամ։ Դու անծանոթ մարդկանց մասին չես խոսում, դու մեր ընտանիքների մասին ես խոսում։ Ես վստահ եմ, որ դու չես կարա մոռանաս կամ ուրանաս այն ամեն ինչ որ քո ընտանիքը քո համար արել է։ Ես էլ չեմ կարա իմ ընտանիքին մոռանամ։ Սոն, մենք հեռու կլինենք բոլորից։ Դու գիտես, որ ես մի բան ասում եմ, ուրեմն անում եմ։ Սոն, վստահում ես, չէ՞ ինձ։ Հա վրամ վստահում եմ, քեզ ինձից շատ եմ վստահում, աչքերս փակ եմ վստահում։ Վրամ ես քեզ շատ եմ սիրում։ Բայց հենց այդ է պատճառը, որ պետքա որոշում կայացնենք։ Սոն, այդ որոշումը մեկը պիտի լինի։ Մենք պետքա բաժանվենք։ Հակառակը, Սոնա։ Չէ, վրամ։ Իմը քո միությունը մի նոր պատերազմի սկիզբ է լինելու։ Իմ ու քո ընտանիքները շատ ծանր օրեր են ունեցել, թե իրարից առանձին, թե իրար հետ։ Ես վստահ եմ, որ քո ընտանիքն էլ է շատ տանջվել։ Իմ ընտանիքն էլ, իմ աղբերներն էլ, իմ պապան էլ։ Ու եթե ես այդ քայլին գնամ, այդ նույնն է, ինչ որ իմ պապային մեջքից հարված եմ։ Ու իմ պապան գլուխը կաղքայլի, ես այդ քայլին չեմ գնա։ Սոն, գիտեմ, որ սկզբում ոչ մի բան հեշտ չի լինելու, բայց ամեն ինչ հաստատ կփոխվի։ Վրամ ես ուրախ ավարտով ռոմանտիկ ֆիլմ չի, որ մտածենք, թե մեր սերը ամեն ինչ կփրկի այն թշնամությունը, որ տարիներ շարունակ կուտակվել է մեր ընտանիքների միջև, չէ։ Այս ամենադաժան իրականությունն է, որտեղ նույնիսկ ճակատագիրն է սխալվում։ Վրամ ես չգիտեմ ինչի ենք հենց մենք հայտնվել այս պատմության կիզակետում։ Ես չգիտեմ ինչի ենք մենք հենց իրար սիրել։ Ես չեմ ասի, որ այս սերը սխալ է եղել, որովհետև ինչքան վատ օրեր եմ ունեցել, այնքան էլ լավ օրեր եմ ունեցել, այնքան էլ երջանիկ եմ եղել ու վստահ եմ, որ մի ուրիշ իրականությունում ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկը կլինեի։ Սոնա, ես բոլոր հարցերը կլուծեմ, դու ոչ մի բանի հետ գործ չունես։ Ոնց վրամ։ Ոնց պետքա դու այդ հարցերը լուծես։ Ինձ պետք չի, որ հանուն ինձ ընտանիքիդ հետ թշնամանաս։ Սոնա, կարևոր չի, թե ոնց կանեմ, ինչ կանեմ։ Կարևորը կողքիս կլինես դու, Սոն։ Ես հիմա չգիտեմ ես ամեն ինչը ոնց եմ ասում, որովհետև երբեք չեմ ասել։ Բայց Սոնա, ես առանց քեզ չեմ կարա։ Ես քեզ սիրում եմ, Սոն։ Ու քեզ այնքան եմ սիրում, որ հիմա իմ համար մեկ է, որ դու աղբորս սպանողի քուրն ես։ Սոն, դու իմն ես, դու ուրիշ ես, դու ոչ մեկի նման չես։ Սոնա, ասում եմ քեզ, եթե պետք եղավ, ես քեզ կվերցնեմ ու մենք կգնանք այս երկրից, հեռու կապրենք բոլորից, ոչ մեկը մեր տեղը չի իմանա, հասկանում ես, Սոն։ Բայց ես իմ հարցի պատասխանին եմ սպասում։ Ինչ նշանակություն ունի քո համար, թե ես ինչ կմտածեմ։ Ոչ թե կարևորա թե դու ինչ կմտածես, այլ կարևորա թե մարդիկ, առհասարակ բոլորը իմ մասին ինչ կմտածեն։ Հա, տենց։ Հա, բա էլ ինչ։ Քեզ դուր չի գալիս, որ քո մասին սխալ ինֆորմացիաներ են տարածում, ես էլ ուղղակի էդ էի ասում։ Հասկացա։ Ուղղակի քո ասելը ավելի շատ արդարանալու նման էր։
Բայց ես ինչի պիտի արդարանամ։ Դե ես էլ եմ այդ ասում։ Դու ինչի պիտի արդարանաս։ Հայկ։ Այսքան տարիներ են անցել։ Բայց դու չես փոխվել, նույն Հայկոն ես։ Էլի շփոթվելուց կարմրում ես ու հայացքդ թեքում ես։ Մի պահ տպավորություն էր, որ 10 տարի առաջվա Հայկոնը կանգնեց իմ դիմաց։ Այդ Հայկոն վաղուց չկա։ Այդ Հայկոն կա իմ համար։ Ու ես արդեն մի քանի անգամ իրեն հանդիպել եմ։ Ու այդ իմ համար շատ մեծ նշանակություն ունի։ Բայց ես արդեն պիտի գնամ, հաճախորդուհիս ինձ է սպասում։ Լավ որ քեզ։ Քեզ էլ։ Չեմ արդարանում, բա ինչ ես անում։ Բայց ինչ ես արդարանում Հայկո ջան։ Ինչի ոչ մի բան չես ասում։ Սոն, կլինի ուղակի վստահես ինձ ու վերջ։ Ես այս պատմության մեջ ելք չեմ տեսնում։ Սոնա, եթե ելք չկա, ուրեմն ես իմ ձևերով կգտնեմ այդ ելքը։ Այսինքն դու պատրաստ ես գաս մեր տուն ու պապայիս ու աղբորս հետ հաց կիսես։ Սոնա, ես կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Ու եթե ես հրաժարվում եմ, դու էլ պիտի հրաժարվես։ Եթե ես զիջում եմ, դու էլ պիտի զիջես։ Պարզ է։ Կլինի այդ հիմար եզրակացություններդ մի կողմ դնես։ Ինձ ընդամենը մի օր ժամանակ է պետք, որ ես հասկանամ ինչ եմ անում։ Այս աշխարհում չկա մի հարց, որ լուծում չունենա, Սոնա։ Հա, կարող է այս հարցի լուծումը մի քիչ բարդ տրվի մեզ, բայց հաստատ կտրվի։ Ու այդ մեր երկուսի օգտին է լինելու։ Մեր ընտանիքների միջև նոր պատերազմ է սկսելու, դու հասկանում ես։ Սոնա, կլինի ինձ ուղակի վստահես ու վերջ։ Կլինի գնանք տուն։ Չգիտեմ էլ թողեմ գնաս թե չէ։ Սրանից առաջ որ խոսում էինք, գոնե լացում էիր, հասկանում էի ինչ ես մտածում։ Հիմա էդ էլ չես անում ու ես չգիտեմ քեզնից ինչ սպասեմ։ Վրամ ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի։ Լավ էլի Սոնա, ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի։ Այդ գրքից անգիր արած տեքստերով իմ հետ մի խոսա։ Ոչ ժամանակն է ամեն ինչ իր տեղը գցում, ոչ էլ ճակատագիրն է մեր տեղ որոշում։ Այդ ես ու դու ենք որոշող ու վերջ։ Կլինի գնանք։ Ես կլինի այդ հիմար մտքերը գլխիցդ հանես ու ինձ ընդամենը մի օր ժամանակ տաս, Սոնա, մի օր, որ ես հասկանամ ինչ եմ անում։ Հա, ես հիմա էլ կարամ քեզ տանեմ, Սոն, բայց ես պատասխանատու եմ քո համար, հասկանում ես, ու պետք է ամեն ինչ այնքան ճիշտ հաշվարկեմ, որ դու ոչ մի խնդիր չունենաս։ Խոստացի, Սոնա, սպասում եմ։ Սոնա, Վրամ խոստանում եմ, որ կմտածեմ։ ճիշտ է, այս այն պատասխանը չէր, որը որ ես կուզեի լսել, բայց լավ։ Ինչ կա, ոնց է գործը գնում առաջ։ Լավ, էլի մնար վաղ կգայր։ Այդ դու էլի դժգոհում ես։ Ոնց էր Նարեն։ Բայց ինչ իմացար, որ Նարային եմ տեսել։ Հա, փաստորեն ճիշտ էի։ Հա, անկապ հարցերիր, հա։ Արա դե մեծ տղա ես, լավ էլի թարգի։ Գործ արա։ Բայց լուրջ որտեղից իմացար, որ Նարային եմ տեսել։
Ախպերս դու մենակ իրան տենալուց հետո ես ուրախ։ Ինչ։ Ոչ մի բան գործ արա դա ասավորի։ Սրանք ստեղ պիտի դրվի։ Հա դիր էլի։ Այստեղից էլ պետք չի ճանապարհես։ Լավ, թող այս անգամ էլ տենց լինի, բայց հիշում ես, չէ՞ Սոնա, մի օր։ Վրամ մի բան եմ ուզում հարցնել, բայց չեմ ուզում ուրիշ բաներ մտածես։ Ասա։ Ինչ էր քո հեռախոսը Արմոյի մոտ։ Շփոթել վերցրել էր Սոնա։ Ինչի ձեր հեռախոսների մոդելները նույնն է։ Չգիտեմ, բայց ոնց որ թե չէ։ Բա ոնց էր խառնել։ Սոնա դե հիմա մարդը շփոթել է, ինչի ես այդքան ծանր տանում այդ փաստը։ Ես հասկանում եմ, որ դեպքեր են եղել, որ Արմոն իրան շատ վատ է պահել, բայց այդ ոչ մի բան չի նշանակում Սոն։ Եթե ուրիշ ինչ-որ մի բան կա, ասա։ Գիտես քո պահվածքը շատ տարօրինական, մի պահ արդեն թշնամիներ էիք դառնում, իսկ հիմա ոնց հասկանում եմ նորից մտերմացել եք։ Սոն, Արմոն իմ մանկության ընկերն է։ Կարող է ինչ-որ պահի էլ չենք հասկացել իրար։ Հնարավոր է տենց բան, այդ չի բացառվում։ Բայց դրանից ոչ մի բան չի փոխվում։ Եթե Արմոն ինչ-որ վտանգի մեջ լինի կամ ինչ-որ բան լինի Արմոյի հետ, ես իրա կողքը կանգնած եմ ու վստահ եմ, որ ինքն էլ իմ կողքն է կանգնած։ Արմոնն իմ համար լավ ընկեր է եղել ու ես այդ ամեն ինչը չեմ կարող ուրանամ։ Լավ, ես գնամ, հա։ Գնա Սոն, բայց խնդրում եմ, որ ասածներիս մասին չմոռանաս, լավ։ Ու եթե հարմար լինի զանգի, ես կսպասեմ։ Պետք է նենց անենք, որ բացվելուց ամեն ինչի տեղը հիշենք ու ամեն ինչից էլ ունենանք։ Ով կմտածեր մի օր, որ sense գործ կանենք։ Բայց ապրես, արդեն սկսում է դուրս գալ։ Ահո։ Չես տղեն կորացա։ Հայկո, ապեր։ Լավ չէ։ Ինչ էր ասում։ Բան չէ, երգում էի քթից տակ։ Նարե, Սոնես երբ եք արջի նկատեցի։ Լավ ես։ լավ եմ, շնորհակալ եմ, չեմ խանգարում։ Չէ, չես խանգարում, ես հիմա այս գործս ավարտեմ, սուրճ դնեմ միասին խմենք։ Կուզես ես պատրաստ եմ։ Հա, եթե քո համար դժվար չի։ Ձյադ Սաքո, կլինի ես այսօր մի քիչ շուտ գնամ։ Կլինի։ Բայց եթե կարիքը զգաս զանգի, ես մի անգամից հետ կգամ։ Խնդիր չկա գնա։ Արմոն, դու գիտես, ես նկատում եմ լավն էլ վատն էլ։ Եղել են դեպքեր, ու դու դա զգացել ես։ Նաև եղել են դեպքեր, որ դու
արել ես բաներ, սխալներ, որ չպիտի անեիր։ Բայց մարդու դեմքը երևում է կարևոր պահերին, ու այս պահը ինձ համար շատ կարևոր է։ Ու ուզում եմ ասել, որ ես քեզ վստահում եմ։ Հիմա կարող ես գնալ։ Անկախ ամեն ինչից ես միշտ պատրաստ եմ ձեզ Զաքո։ Լավ չհասկացա։ Քանի ամեն ինչ մաքուր է, փաստաթղթերը կփոխենք իմ անունով։ Դու էլ կապ չես ունենա։ Բայց տենց ոնց կլինի։ Կլինի, Արմո, կլինի։ Բայց ժամանակ ոնց եղավ, երբ իմ անունից ամեն ինչ փոխեցինք քո անունով։ Ձեզ Զաքո, մենք նոր ենք բրծել վտանգից։ Ու այդ ամեն ինչը կարա կասկածելի լինի։ Դու ոնց ես տենց որոշում անում։ Հիմա դու ինձ աշխատելու ձև ես սովորեցնում։ Չէ։ Ես ոչ մի բան էլ չեմ սովորեցնում։ Ուղղակի իմ մոտ տպավորությունն է, որ դու ինձ էլ չես վստահում։ Վստահել, չվստահելու խնդիր չկա։ Ամեն ինչ անում ենք ըստ օրենքի։ Քանի դեռ ամեն ինչ մաքուր է, իմ անունով կձևակերպենք ամեն ինչ։ Ըստ օրենքի։ Դու էլի կմնաս քո աշխատանքին, բայց տնօրեն չես լինի։ Դու նորից սկսելու ես ինձ վստահել, Զաքո։ Ուրիշ տարբերակ չունես։ Հոգնեցիր։ Չէ, անսովոր է ուղղակի։ Մի քիչ ուզում ես նստի հանգստացի, նստելն էլ սովորական է, սովոր ենք դրան։ Բայց հələ ասա տենամ ուր էիր մի քիչ առաջ մտքերով։ Ստեղ։ Փաստորեն էլ առաջվա ընկերությունը չկա, էլի։ Խափում ես, չես կիսվում հետս։ Հիմա որ մի քիչ շարունակես, մենակով ես նստելու։ Այդ մեկը չեղավ։ Եթե ես նստած եմ, ուրեմն դու հետս ես։ Բայց հələ ասելու ես, տեսնեմ էդ ուր էիր հասել մտքերով, ինչ էիր մտածում։ Այ պոետ։ Բերգած գնա աշխատի։ Հոգնել եմ։ Շատ համով սուրճ ես ստացվել։ Սոն, մի տեսակ լարված ես։ Ես չէ, երևի, չգիտեմ։ Նորմալ է ամեն ինչ։ Նարե գիտես, որոշել եմ գնամ հանգստանալու։ Մի քանի օր այստեղ չեմ լինելու, դրա համար որոշեցի մինչև գնալս քեզ տեսնեմ։ Շատ լավ բան ես մտածել։ Ուր ես գնալու հանգստանալու։ Սոն, Տեղը որոշել եմ, բայց կարևոր չի։ Կարևորն այն է, որ այս հանգստի կարգը ես շատ ունեի։ Նարե, իսկ քո մոտ ամեն ինչ կարգին է։ Այնքան ուրախ եմ, որ այդ արմոյից վերջապես ազատվել ես։ Դե ավելի հանգիստ կլինես։ այդ իմ համար արդեն երազանք էր դարձել։ Ես այդ տղային տենց էլ չսիրեցի։
ու իմ համար իր բոլոր քայլերը անընդունելի են։ Ես չեմ հասկանում Վրամի համար այդ իր արածները եղանակ չեն փոխում, որ նորից մտերմացել են։ Իրականում Արմոն ինչքան էլ վատը լինի մեր համար, դա կապ չունի։ Վրամը ու Արմոն միշտ մտերիմ ընկերներ են եղել։ Վրամը շատ քչերին է իրան մոտ թողնում։ Ու բնականաբար իրանք մի օր հաշտվելու էին։ Հա, բայց ես չեմ հասկանում, Վրամը չի հասկանում, ով է իր կողքին։ Դու ուղղակի Արմոն չես ճանաչում։ Արմոն ընդհանրապես քո պատկերացրածը չի։ Դու երբեք չես իմանա, թե ինքը որ պահին, որտեղից ու ոնց կհարվածի քեզ։ Ինքը միշտ ամեն ինչ իմանում է։ Չգիտեմ էլ թե ոնց։ Ու երբեք առիթը բաց չի թողնում։ Ինչ որ իմանում է, այդ զենք է սարքում մեր դեմ։ Օրինակ հիմա կարող է այս խոսակցության մասին էլ իմանա։ Չգիտեմ, հնարավոր է այստեղ ինչ-որ ձայնագրող սարքադրել, որի մասին ես տեղյակ չեմ։ Սուրճը ցառեց։ Ես արդեն ուզում եի քեզ զանգեի։ Ինչ եղար։ Պապ, կարանք խոսենք։ Բայց ուզում եմ դու ինձ մինչև վերջ լսես, չեմ ուզում ճիշտ ու սխալ անես։ Ես հիմա դրա կարիքը շատ ունեմ։ Այնքան կուզեի մաման էստեղ լիներ։ Ինքը ինձ միշտ հասկանում էր։ Ինչ ա եղել։ Վրամը կապ ունի տրամադրությունդ հետ։ Ունի։ Պապ, ես որոշում եմ կայացրել ու ուզում եմ, որ դու ինձ օգնես։ Ես որոշել եմ մի քանի օրով կամ ինչ-որ մի ժամանակով երկրից գնամ։ Մեկա դու ասել ես, չէ, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում, չէ։ Չի սպառնում, բայց ուզում հասկանամ ինչի համար ես այնպես որոշել։ Պապ, այսօր ես ու Վրամը հանդիպել ենք։ Ես իրեն բացատրել եմ, ասել եմ, որ մենք չենք կարա միասին լինենք, բայց ինքը չի ուզում այդ փաստը ընդունի։ Հիմա ինքը մտածում է, որ ես տուն եմ եկել ու պետքա որոշում կայացնեմ, իր հետ գնամ, բայց ես չեմ կարա այդ քայլին գնամ։ Ու նաև չեմ կարա իր աչքերի մեջ նայեմ, այդքանը ասեմ։ Այդ իմ ուժերից վեր է, պապ։ Ուր ես ուզում գնաս։ Ամառանոց կուզեի, բայց գիտեմ այդ առաջի տեղերից մեկն է, որ ինքը ինձ կփնտրի։ Դու որոշի ուր ես ուզում գնաս, մնացածի մասին մի մտածի։ Ես ախ կազմակերպեմ։ Կարաս առավոտյան էլ թռնես։ Պապ, ես որ գնամ ու այդ մասին Վրամը իմանա, հաստատ էստեղ է գալու։ Ես չեմ ուզում, որ դու իր հետ կոպիտ խոսես։ Ինքը ինձ շատ է սիրում, իրոք շատ է սիրում, մենք չենք որոշել իրար սիրել։ Ու մենք մեղավոր չենք, որ մեր ընտանիքները թշնամիներ են, իսկ մենք այդ ամեն ինչի համար պատասխան ենք տալիս։ Ինքը առաջին է այստեղ է գալու, պապ, ու իր աչքին ոչ մի բան չի երևալու այդ ժամանակ, որովհետև ինքը ինձ մաքուր սիրով է սիրում։ Խնդրում եմ քեզ, որ այստեղ կա, որպես Ադամյան չվերաբերվես իրեն։ Ընդունիր իրեն որպես մի տղա, որ քո աղջկան շատ է սիրում ու վախենում է կորցնելուց։ Այս ցավը իմ համար տեղից ծանր է, պապ, խնդրում եմ, ես չեմ ուզի իմանամ, որ դուք այստեղ իրար հետ վիճել եք։ Մի անհանգստացի ես, ոչ մի բան չեմ անենես, որ դու քեզ բաց գաս։ Իսկ հիմա գնա իրերը հավաքի։
Սիրունա։ Իդինչո, ոյ, ինչ սիրուն է։ Ես են տղանա տվել, անունը չեմ հիշում։ Ես Նարեին էիր տվել, որ ինձ տա, բայց այդ քոնն է։ Վրան, որովհետև ես այդքան ուժ չունեմ սրանից ազատվելու։ Իսկ քեզ ինչ ա թվում, Սոնա, ես ունեմ։ Սոնա, ես եմ բանն է, որ ոչ կարամ ուրիշին նվիրեմ, ոչ էլ կարամ այն կողմ գցեմ։ Սրա մեջ եղած ամեն ինչ հատուկ քո համար է ընտրված։ Սոն, այդ քոնն է ու պիտի քո մոտ մնա։ Ես քո առաջին ծնունդն է մեր ծանոթությունից հետո։ Ու մենք շատ բան էինք պլանավորել այսօրվա հետ կապված։ Հիմա ես պիտի ձերոնց հետ ծանոթացած լինեի արդեն ու ըստ մեր պլանի պիտի այսօր մատանի դնեի մատդ։ Բայց մենք երկուսս էլ հասկանում ենք, որ հետ չի լինելու։ Չէ, բայց այդ նրանից չի, որ ես կամ դու չենք ուզում, Սոնա։ Ուղղակի չի լինելու։ Մի խոսքով անկախ ամեն ինչից այսօր ծնունդդ է ու ես քո համար նվեր ունեմ։ Ճիշտ է, այս այն նվերը չի, որը որ ես կուզեի քեզ նվիրեի։ Բայց ծնունդդ է ու մի խոսքով չգիտեմ, Սոնա։ Սոն, կուզես հետո հանի մի կողմ գցի, ինչ ուզում ես արա, բայց խնդրում եմ, որ հիմա վերցնես, հա։ Կպահես։ Ալո։ Ապրես Սոնամ, ճիշտ ուղղության վրա ես։ Արմո, ես ինչ համար է, ինչ ես զանգել։ Զանգել եմ, որ բարի ճանապարհ մաղթեմ։ Ասում եմ ճիշտ ուղղության վրա ես։ Նայի հանկարծ չմտափոխվես, հա։ Բա երբ ես որոշում գնաս։ Երևի հենց այսօր էլ կգնամ։ Ուղղակի չեմ ուզում ոչ ոք իմանա։ Մի քանի օր կգնամ կհանգստանամ ու հետ կգամ։
Հաստատ ամեն ինչ կարգին է։ Ըհը։ Ուղղակի չեմ ուզում վրամի իմանա։ Եթե իմանա, հաստատ չի թողնի գնամ, ինչքան էլ որ իրար հետ կապ չունենք։ Ես վրամին չեմ ասի, հանգիստ եղեք։ Էս հլը որ քեզ հերիք էր։ Ապրես, աղբերս, որ զանգեն հանկարծ չպատասխանես։ Հա, Սոնա ջան։ Նարե մենակ ես։ Հա։ Նարե քեզ շատ կարևոր բան պետք է ասեմ, բայց խնդրում եմ հարցեր չտաս։ Սոն, ինչ է եղել։ Սոնա։